Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրամյանն եմ, բարև ձեզ։ Տելեգրամ հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող որոշ ալիքներ, առկային հիմնավոր կասկածներ, որ դրանք ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս մասին գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը մանրամասնելով։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկային հիմնավոր կասկածներ եւ որոշ տեղեկություններ, ըստ որոնց այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ են կանում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, նաեւ չվերահրապարակել եւ չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները, անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին եւ առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը, հորդորում ենք ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ, գրել է նա։ Բաքուն Երևանից նոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ է պահանջում, պատճառաբանելով, թե իբրև նախկինում փոխանցվածների ճշգրտությունը կազմել է 25%, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը պարբերաբար զոհեր է ունենում։ Պաշտոնական Երևանն արձագանքելով այս անհիմն հայտարարություններին, պատրաստակամություն է հայտնել միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրված ականապատ դաշտերի տեղեկամատյանների ճշգրտությունները։ Բաքուն Երևանից ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ է պահանջում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե իբրև միջազգային ճնշումներից հետո Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25%։ Ըստ նրա, ականների պայթյունների հետևանքով ադրբեջանական կողմը պարբերաբար զոհեր է ունենում։ Վերջին դեպքերի ականների պայթյունների ավելի քան 55%-ը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում։ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400,000 ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։ Ադրբեջանցի դիվանագետը հայտարարել է, թե ականների հարցում Հայաստանի այս մոտեցումը եւս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում, տարածաշրջանում խաղաղության եւ վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ։ Բաքուն ակնկալում է, որ Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որը կապահովի ներքին տեղահանվածների, անվտանգ վերադարձը եւ տուժած շրջանների վերակառուցումը։ Ադրբեջանի ապակողմնորոշող եւ սադրիչ այս հայտարարությունները Հայաստանն իհարկե անարձագանք չի թողել։ Պաշտոնական Երևանն իդեմս Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի հայտարարել է. Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի տեղամատյանների ճշգրտությունը։ Նա նշել է, որ կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամասյաններ։ Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում գործակցության սկզբունքներին, Հայաստանը հարցումների միջոցով կազմել եւ 2024 թվականի սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշտգրտությունը։ Չնայած մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշտգրիտ քարտեզներ։ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշտգրտությունը։ Անի Բադալյանն ընդգծել է, արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների համար։ Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից 6 օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։ Պաշտոնական Երևանն էլ 2024-ի հունվարի 26-ի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի նախկին քաղաքական ղեկավարության դեմ ընթացող դատական գործընթացը։ Նրանք մեղադրվում են ցեղասպանության, ահաբեկության, ռազմական հանցագործությունների, նաև միջազգային իրավունքի խախտումների համար։ Դատական հերթական նիստում հարցաքննվել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական դատական ֆարսը։ Հարցաքննել են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։ Նա ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի դատարանում հայտարարել է, որ տարիներ շարունակ Արցախում պաշտպանության նախարարներ նշանակել է Հայաստանի նախագահը։ Արցախի նախագահը պաշտպանության նախարար նշանակելու իրավասություն չի ունեցել։ Մանուկյանն իբր ասել է, կախված Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգից Արցախի պաշտպանության նախարարը նշանակել էր կամ նախագահի կամ այլ պաշտոնյայի կողմից։ Նա նաև խոստովանել է, որ Արցախի պաշտպանության բանակում ծառայած սպաները Հայաստանի կողմից արժանացել են բարձրագույն զինվորական կոչումների։
Ադրբեջանի օկուպացված տարածքներում գործել են որոշակի ռազմական կազմակերպություններ, որոնց ֆինանսավորումն ու զինտեխնիկայով ապահովումը իրականացվել է Հայաստանի կողմից։ Այդ ժամանակ օկուպացված տարածքներում գնդապետների հրամանով ստեղծվել է բակալավրի ռեզերվային հրամանատարական կետ, որը պետք է գործեր, եթե հիմնական հրամանատարական կետը վնասվեր։ Մարտի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին նաև, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը Բաքվում կայացած դատական նիստում արած հայտարարությունների մասին։ Ըստ նրանց Հարությունյանը հայտարարել է, որ ինքը ոչ մի լիազորություն չի ունեցել Արցախի պաշտպանության բանակի նկատմամբ եւ որ բանակի հրամանատարը ենթարկվում էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Ես չեմ նշանակել եւ չեմ ազատել զինվորական հրամանատարությանը, քանի որ չունեի դրա իրավասությունը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ասել է, որ ադրբեջանական օդանավակայանները հիմնական թիրախն են եւ պետք է ոչնչացնել դրանք։ Նախկին նախագահը ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ասել է, որ 2020 թվականի հունիսին Երևանում կայացած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պարզվել է, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի։ Հարությունյանը նաեւ նշել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատրաստակամություն է հայտնել պատերազմը դադարեցնելու մասին նամակ գրել Ադրբեջանի նախագահին, սակայն հոկտեմբերի 19-ին Երևանում այդ թվում ընդդիմության հետ հանդիպումից հետո վարչապետը շարունակել է պատերազմը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանն էլ հայտարարել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին գաղտնի որոշում է կայացվել։ Հաղորդվում է նաև, որ նա հայտարարել է. Հայաստանի կանոնավոր բանակի կազմում մասնակցել եմ Ադրբեջանի դեմ պատերազմին։ Զինծառայությունից զորացրվելուց հետո վարչապետն ինձ արգելել է բանակի հետ կապ հաստատել։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները ենթարկվում են ահռելի ճնշման, հոգեբանական եւ ֆիզիկական կտտանքների։ Հետևաբար նրանց հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես հավաստի տեղեկատվություն, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանը նրանցից կորզում է այնպիսի ցուցմունքներ, որոնք շահեկան են իր քարոզչական նպատակների համար։ Դատական գործընթացը շարունակվում է, իսկ հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 7-ին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարությունների հանդիպման շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հարցազրույց է տվել Reuters-ին։ Սիրիայում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին խոսելուց բացի Ֆիդանը անդրադարձել է նաեւ Իրանին ուղղված Միացյալ Նահանգների սպառնալիքին, նշելով, թե մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ եւս մեկ պատերազմ, անկայունության եւս մեկ հիմնական աղբյուր։ Թուրքիան չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի վրա։ Մենք չգիտենք, թե նման հարձակումն ինչի կարող է հանգեցնել, ասել է թուրք դիվանագետը։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ապրիլի 4-ին ուկրաինական Կրիվոյ Ռոգ արդյունաբերական քաղաքի բնակելի թաղամասի ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, որոնց թվում 9 երեխա, հայտնում են ուկրաինական պաշտոնական աղբյուրները։ Նախագահ Զելենսկիի հայրենիքի քաղաքի վրա հարձակումը դարձել է այս տարի խաղաղ բնակիչների վրա ամենամահաբեր հարձակումներից մեկը, հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանի նահանգապետ Սերգեյ Լիսակը։ Նա նշել է, որ քաղաքում փրկարարական գործողությունը շարունակվում է, ներքին գործերի նախարարի փոխանցմամբ ավելի քան 50 մարդ վիրավորվել է, նրանց թիվը կարող է աճել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման թիրախը քաղաքում ռազմական պաշտոնյաների հանդիպումն էր եւ հարվածն էլ բնութագրել որպես բարձր ճշտկրտություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնաբանել է ուկրաինական հարցի շուրջ բանակցային գործընթացի առաջընթացը եւ ռուսական ուղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար եւ արտասահմանյան երկրների հետ ներդրումների ու տնտեսական գործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի այցը Վաշինգտոն։ Պետքարտուղարն ասել է, որ Սպիտակ տունը ուշադիր հետևում է Ռուսաստանի գործողություններին եւ կգնահատի Մոսկվայի պատրաստակամությունը խաղաղությանը, իսկ դա հասկանալու համար ոչ թե ամիսներ, այլ մի քանի շաբաթն էլ բավարար են։ Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփը մտադիր չէ անverջ բանակցություններ վարել եւ պատրաստ է մեծացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։ Ռուբիոյի խոսքով Ուկրաինան արդեն ցույց է տվել հրադադարի եւ բանակցությունների իր պատրաստակամությունը։ Այժմ նշել է նա, Ռուսաստանն ու նրա ղեկավարությունը պետք է որոշում կայացնեն։ Ֆրանսիացի զինվորականներն առաջիններից են, որ կտեղակայվեն Ուկրաինայում, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Երբ եւ ինչ քանակով չեմ կարող ասել, բայց նման պայմանավորվածություններ ունենք Ուկրաինայում օտարերկրյա զորակազմի տեղակայման շուրջ բանակցությունները կշարունակվեն եւս մեկ ամիս։ Շատ այլ երկրներ ցանկանում են զորք ուղարկել Ուկրաինա, ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուսով է, որ ԱՄՆ-ն իր ռազմական ուշադրությունը կտեղափոխի դեպի Ասիա առանց Եվրոպայի համար անակնկալների։ ԱՄՆ-ն ավելի շատ կկենտրոնանա Ասիայի վրա, ինչը երկարաժամկետ հեռանկարում հավանաբար կնշանակի, որ պետք է փոխվի ռազմական ուժերի հավասարակշռությունը։ Ես հավատում եւ ակնկալում եմ, որ դա կարվի առանց անակնկալների, ասել է Ռյուտեն։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ամերիկյան ռազմական ուժերը ներառյալ միջուկայինը մնում են Եվրոպայում։ ԱՄՆ մաքսավորներն արդեն սկսել են գանձել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած միակողմանի 10% մաքսատուրքը բազմաթիվ երկրներից ներկրումների համար, իսկ հաջորդ շաբաթ պետք է սկսվեն ավելի բարձր մաքսատուրքեր 57 խոշոր առևտրային գործընկերների ապրանքների համար։ Նախնական 10%-ակագին ուժի մեջ է մտել ԱՄՆ ծովային նավահանգիստներում, օդանավակայաններում եւ մաքսային պահեստներում կեսգիշերից հետո։ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ը հռչակեց Ամերիկայի ազատագրման օր եւ մոտ 60 երկրից ներմուծվող ապրանքների համար 10%-ից մինչեւ 50% մաքսատուրք սահմանեց, փաստացի աշխարհին առևտրային պատերազմ հայտարարելով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրում է երկուշաբթի այցելել Սպիտակ տուն, հայտնում են Axios-ի աղբյուրները։ Նշվում է, որ եթե այցը տեղի ունենա այնպես, ինչպես նախատեսված է, Նեթանյահուն կլինի առաջին օտարերկրի առաջնորդը, ով անձամբ կհանդիպի նախագահ Թրամփին, փորձելով բանակցել Թրամփի մաքսատուրքերը հանելու վերաբերյալ գործարքի շուրջ։ Սպասվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև Իրանի միջուկային ճգնաժամը եւ Գազայի պատերազմը։ Այս շաբաթ այցելելու համար սակայն Նեթանյահուն պետք է խնդրի իր կոռուպցիոն գործով դատավարության դատավորներին չեղարկել պլանավորված լսումները, որոնց ընթացքում ակնկալվում էր, որ նա կշարունակի իր ցուցմունքը։ Անդրադառնանք այլ թեմաների։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է։ Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանին կվերադարձվի հեռուստաաշտարակին հարող տարածք 1.650.000 արժեքով եւ ավելի քան 1.5 հեկտար մակերեսով անտառային նշանակության հողամաս։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանն ու Հայաստանի զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը մեղադրվում են պաշտոնեական անփութության մեջ։ Դատախազությունը պահանջում է նրանցից հօգուտ պետության բռնագանձել 4.5 միլիարդ դրամ։ Ըստ մեղադրանքի 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել 4.3 միլիարդ դրամի ռազմական տեխնիկա, որն անպիտան է եղել։ Դատախազությունը ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահից պահանջում է 30 միլիարդի ենթադրյալ ապօրինի ծագման գույք ու դրամական միջոց։ Ըստ փորձաքննության միայն հարսնաքար ռեստորանային համալիրի շուկայական արժեքը մոտ 4.5 միլիարդ դրամ է։ Ռուբեն Հայրապետյանի տունն էլ գնահատվում է 1.5 միլիարդ դրամ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն, պահանջելով առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ։ Հաղորդումը վերաբերում է Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Գյումրու ավագանու 2025 թվականի ընտրություններին առաջադրված թեկնածու Վարդան Ղուկասյանի կողմից հնչեցված ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրող խոսքերին եւ եկեղեցու մեջ քահանա գնդակահարելու սպառնալիքին։ Գյումրու ավագանու արտահերտ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ, մասնավորապես թիվ 31 կոտորակ 02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում իրականացրել է լուսանկարահանում, թիվ 31 կոտորակ 70 եւ 31 կոտորակ 17 ընտրատեղամասերում արձանագրվել է բաց քվեարկության փորձի 2 դեպք։ Շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներին ուղղորդել են քվեարկել թեկնածուներից մեկի օգտին։ Թիվ 31 կոտորակ 03 ընտրատեղամասում վստահված անձը ուղղորդել է ընտրողին հոգու թեկնածուներից մեկի։ Թիվ 31 կոտորակ 37 ընտրատեղամասից հեռացրել են հավատարմագրված դիտորդին այն բանից հետո, երբ նա բարձրաձայնել է ընտրատեղամասում տեղի ունեցող խախտումների մասին։ Թիվ 31 կոտորակ 4 ընտրատեղամասում դեռևս ինքնությունը չպարզված երկու անձի կողմից ճնշում է գործադրվել վստահված անձի նկատմամբ։ 21-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Կոտայքի բնակիչ 22-ամյա Վահե Ղարիբյանը, որը կասկածվում է Չարենց Հավանում գինաց ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում մի խումբ անձանց հետ խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ։ Վիճաբանությունը տեղի ունեցել մի կողմից Վ Ղարիբյանի, Ռ Մարգարյանի եւ Գեղարքունիքի բնակիչ 27-ամյա Կարնիկ Բաբլանյանի, իսկ մյուս կողմից Ս Իսկանդարյանի, Գ Մանուչարյանի, Դ Քարամյանի եւ Ռ Խանոյանի միջև ծեծ կրթուկի ժամանակ Ռ Խանոյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ռ Մարգարյանին, ինչը նկատել է Վ Ղարիբյանը եւ իր մոտ եղած դանակով հարվածել է Խանոյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Պարզվել է նաեւ, որ Ղարիբյանը դանակահարել է Իսկանդարյանին, Մանուչարյանին եւ Քարամյանին, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի առթիվ Ղարիբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ենթադրվում է, որ տուժածների մեջ կան քննչական կոմիտեի եւ հարկային ծառայության պաշտոնյաների որդիներ։
Ավարտվել է Սևան ազգային պարկի նախկին տնօրենի նկատմամբ նախաձեռնված քրեական բարույթի նախաքննությունը։ Ըստ այդմ ՎԳ-ն զբաղեցնելով Սևան ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալի, այնուհետև տնօրենի պաշտոնը, կազմել է կեղծ հանձնման ընդունման արձանագրություն եւ մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՕԱԿ-ից կատարել խոշոր չափերով ընդհանուր 3.682.691 դրամի գումարի հափշտակություն։ Բացի այդ, այլ դրվագով ՊՕԱԿ-ի նախկին տնօրենը կեղծ հաշվետվությունների միջոցով հափշտակել է պետության ընդհանուր 20.405.214 դրամ գումարը։ Այնուհետև իրականացրել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ ՎԳ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելի ձերբակալել եւ Սևանի բաժին են ներկայացրել Հրազդանի 26-ամյա մի բնակչի, որը ներկայացրել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Մեկ այլ դեպքում նույն ճանապարհին պարեկները ձերբակալել ու բաժին են տեղափոխել 23-ամյա վարորդին եւ 2 ուղևորին։ Բաժնում 18-ամյա ուղևորը պայուսակից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով եւ թղթե փաթեթով տեղնականաչավուն զանգվածներ եւ կրփազենք։ Մի կրփազենք էլ ներկայացրել է մյուս ուղևորը։ Հաջորդ դեպքում Սևանի բաժին տեղափոխված 45-ամյա վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ծխախոտի տուփ, մեջը մոխրացված հետքերով կաթուցիչներ։ Մեկ այլ դեպքում պարեկները ձերբակալել են Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդին։ Բաժնում վարորդը ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված, բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է առգրաված թմրամիջոցների քանակի մոտ 92% աճ։ 2025-ին դատարան է ուղարկվել 2 խոշոր գործ։ Իրանից Մաքսանենք ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 65 կիլոգրամ մարիխուանա։ Այս դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, եւս 2 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի 4 կիլոգրամ թմրամիջոցի գործով։ Այսքան այժմի համար ծանոթացեք նաև եղանակի տեսությանը, իսկ մենք կրկին եթերում կլինենք մեր հիմնական թողարկմանը 19:30-ին, մինչև այդ ժամը։